Դժվարությունները հաղթարում են այն ժամանակ, երբ որ դու ունես նպատակասլացություն, ցանկություն քո նպատակին հասնելու ու համառություն։ Ես Աննան եմ, Ճամբարակից, Աննա Guest House հյուրատան հիմնադիր։ Երբ որ ես նոր էի բացում հյուրատունը, առաջին հերթին որպես կին, որպես իգական սեռի ներկայացուցիչ ու հյուրատուն կամ հյուրանոց մի փոքր կարծրատիպ կոտրելու խնդիր կար։ Շինարարության փուլում անընդհատ խոչընդոտներ են, դու ինչ, հյուրանոցն ինչ, ամոթա, հոտու խայտարակ չես, բայց ես մոտ 10 տարի արդեն աշխատում եմ, ես կարելի ասած կոտրել եմ այդ կարծրատիպը ու ապացուցել եմ, որ կապ չունի կին ես, նամանավանդ հաշմանդամություն ունեցող կին, ես դա կոտրել եմ, ստացվել է իմ մոտ։ Ալո, գալուց առաջ մի ժամ առաջ կզանգեք, որ տաքությունը հոսանքով եմ ապահովում, որ գաք։ Իհարկե հեշտ չի եղել, առաջին հերթին որպեսզի հեշտացնեմ իմ գործունեության ընթացքը, ես գնացի սովորեցի հոգեբանություն, որը ինձ ավելի շատ օգնեց հասկանամ թե իմ հյուրերին, թե առհասարակ ինքս ինձ, որովհետև այն ժամանակ ես մի փոքր ինձ ընդունելու խնդիր ունեի, հոգեբանությունը սովորելուց հետո ես լիովին ինձ ընդունում եմ այնպիսին ինչպիսին որ կամ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2475 բանաձևում նշվում է, որ կանայք եւ աղջիկները ենթարկվում են կրկնակի խտրականության եւ որպես կին եւ որպես հաշմանդամություն ունեցող անձ։ Այդ պատճառով այստեղ սահմանվում են որոշակի պահանջներ։ Հավաքել հստակ տվյալներ եւ ցուցաբերել հատուկ աջակցություն, ներառյալ հոգեբանական օգնություն եւ վերականգնողական ծառայություններ, որոնք հաշվի են առնում կնոջ կարիքները։ Պետական կառույցները պետք է հաշվի նստեն բիզնես կանանց հետ, որովհետև իրանք անմիջապես առնչվում են այդ մարդկանց հետ ու տեսնում են խորքային խնդիրները։ Խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ որ սկսենք նախ մեզնից, ներքին խաղաղությունից, փոքր համայնքներից ու ամենակարևորը համառություն գործադրելով հասնենք արդյունքի։